չի ստացվում ժողովուրդ ջան, հա, ուզում եմ մինչև ընտրությունները դուրս չգա, մանավանդ տեսող ներկայացում ունեմ, չի ուզի խառնեմ մտքերս, բայց դե էլի ոնց է չլինի Facebook-ը բացեցի, տեսա, որ ինքնաթիռներով գալիս են Ռուսաստանից, որպեսզի ընտրեն Սավել Կարապետյանին։ Գիտեք, Կարապետյանի հանդեպ ոչ մի ատելություն բան, ինչ որ դա չունեմ, ափսոսանք միայն մի անգամ արդեն եղել է այդպես բան առիթ ասելով մենք շատ մեծենատներ ենք տեսել հարուստ մարդիկ ենք տեսել որոնք ուզում են հայրենիքին օգնել ուզում էին նաև օգնել են Քրքորյան ենք տեսել ասենքն ինչ ասենք Մանթաշով ենք տեսել հիշում եք Կոմիտասին դաշնամուրեր առը մինչև դրա մասին խոսում են անգամ մեր ժողովուրդ այնքան երախտապարտ է այդպես մարդկանց որ Մանթաշովին անգամ դրած արցանա դրած Քրքորյանին դրած արցան լեննականում եթե չեմ սխալվում մենք ինչ որ է մարդ հա բայց դե մենք գիտենք որ ավտորիտար ռեժիմներում հարստացած մարդիկ անկախ չեն նրանք կապված են այդ ռեժիմի հետ ասենք եւ այդ փողերը Պուտինի փողերն է կարելի ասել ոչ թե Իրանը եւ մեծ վտանգ կա որ հետո այդ ամեն ինչ կարող է լինել, մենք գիտենք, մենք տեսել ենք Ռուբեն Վարդանյանի դեպքը, ինչևէ, անձամբ ոչ մի բան չունեմ այդ մարդու, հանդեպ ես ուզում եմ խոսեմ այն մարդկանց մասին, ովքեր որ ում որ ինքը առնում է, այդ մարդկանց իրանց կնիկներին առնում, իրանց աղջիկներին առնում ու բերում ստեղ, իրանց ընկերներին բերում ստեղ, որպեսզի իրան ընտրեն։ Գիտեք, ես միշտ ատել եմ մեր ժողովրդի Եթե ատելություն կա ընդհանրապես, ապա անձի հանդեպ չի։ Անձը յուրաքանչյուր վատ մարդու հետ ինչ որ սիտուացիայում կարող է պատահել ինքը լավը լինի։ Քեզ համար հարմար լինի, հա, բայց գիտեք, այդ հավաքական կերպարը, այդ գենետիկ աղբի մեր մոտ շատ է։ Որովհետև տեսեք, օրինակ նույն վրացիներին, ես գիտեմ, որ իրենց մոտ ընտրություններին փողով չեն առնում ոչ մեկին, եթե փողով ինչ մեկին փող առաջարկես ընտրություններին, կարող է դանակը փորդ կողքի, որովհետև դա ասում են իրանց մոտ դա շատ թասիբի հարց է, էլի։ Միգուցե ես սխալվում եմ, եթե վրացահայեր կան, կարող է պատահի ինձ հիմա հակադարձեն, գրեք, եթե այդպես է, հա, կոմենտներում։ Գիտեք, մեզ մոտ չէ, մեզ մոտ մեր ազգը, մեր ազգի, մեր ժողովրդի մի զանգված կա որը որ բացարձակ անուղեղ է, լվացած է ուղեղը եւ ֆանտասիբ է։ Թեկուս այն մարդը, որ հիշում եք Նարեկը միկրոֆոնը կողմը բերան ասում է, լավ, դե դուք կընտրեք կգնաք, բա մենք ինչ պիտի անենք, ասում է, ինձ չի հետաքրքրում Հայաստանում ինչ կլինի։ Կարևորը Կարապետյանին թողնեն դուրս, բաստո, էտա, իրա ուղեղում քանի օկով եք, ասում է 50 օկով եք։ Արա Ես ներողություն եմ խնդրում էլի իմ հանդիսատեսից, իմ հեռուստադիտողից, բանից, հա, որ պիտի բերանս բացեմ։ Գիտեք, բոզի տղությանն էլ կա էլի բան, չափուսահման, ասենք։ Գիտեք, ես համարում եմ, որ դուք հանցագործ չեք բոլորդ, դուք բոզի տղա եք։ Ինչի եմ արեմ տենց ասում, որովհետև ես ճանաչում հանցագործներին, ես եղել եմ Բերթերում մեր, ես եղել եմ Ցմահ բանտարկյալների մոտ, հանցագործները նրանց զգալի մասը համենայն դեպս նստած են թասիբի համար, նստած են իրանց պանյատկեքի համար, իրանց պրինցիպների համար են նստած եւ ակամա թեպետ ինքս քրեական մշակույթի կրող չեմ եւ ըսկի մոտիկ էլ չեմ եղել երբեք ու դա իմը չի բայց ինչ որ հարգանք կա իրանց հանդեպ որտեվ մարդը ասենք նստել է նրա համար որտեվ ասենք Իրան նվաստացրել են բանակում, ինքը անել է, ասենք, սաղին փրթել է անդե, ասենք։ Ես ինչ իմանամ, կամ իրա սիրած աղջիկը համար է գնացել ըստե, իրա կնոջ, իրա երեխեքի, իրա բիզնեսն են ձեռից խլեն, գնացել փրթել է ինչ-որ մեկի բան։ Այդ մարդկանց հանդեպ ափսոսանք կա ուղղակի, որ ինքը ընկել է այդ սիտուացիա։ Չէ, դուք բոզի տղա եք պրոստը, հասկանում եք։ Դուք պրինցիպների մար չեք նստում, դուք փողի, դուք հանցագործություն եք անում, հանուն փողի։ Ինչ այն դրամար եք բոզի տղա հասկանում եք դուք հանցագործություն չեք անում որ դուք ինչ որ պրինցիպների տեր եք որ դուք ինչ որ սկզբունքներին որը որ օրենքին դեմ է դե չէ դուք պրոստը պատի խլինք եք էլի այդքան բան ինչ ասեմ դες մի քանի կոպեկ փող են տվել իսկ եթե ասենք դες տվել են ասենք չգիտեմ $300 այ եթե $400 տայիք ձեր աղջիկը կթողնեիք որ ձեր աղջիկներին
ձեր մամաներին, ձեր ծնողներին շինեն։ Ասենք ինձ թվում է հա, որովհետև եթե մարդը ինչ որ բանի համար, ասենք փողի համար ինչ որ մի բան է ուզում անի, եթե մի քիչ ավել տաս կարող է էտել անի, էլի հասկանում եք, այսինքն տեղ պրինցիպ չկա, տեղ կա միայն փող։ Դուք բոզի տղա եք եւ ցավոք մեր ժողովրդի մեջ այդ դրանք շատ են ու մեծ մասը Ռուսաստանում։ Իհարկե ես չեմ ուզում ասեմ, որ Ռուսաստանի բոլոր հայերը տեսել, չէ, շատ պարկեշտ ընտանիքներ կան, շատ լավ մարդիկ կան, որոնք որ գնացել են, որ լավ կյանքից չեն գնացել։ Ես ճանաչում եմ այդ մարդկանց, ես հարգում եմ այդ մարդկանց, ես սիրում եմ այդ մարդկանց, նրանց մեջ կան իմ ընկերներ, որոշները վերադարձել են, որոշները ցավոք մնացել են։ Ու գիտեք ինչն է ցավալի, սիրելի իմ հետևորդ, քանի որ իրանք իրանց քակոտ երկրում VPN-ը ինչ է, ոնց որ կանացի հիվանդություն լինի, ինչ որ մի հատ ինչ բան է, որ միանում են ինտերնետին, դե Պուտինը սխում է մամաներին սաղի բանը արել, չէ։ Չեն կարում նայեն այս եթեները, բայց արդեն ստեղ եկել եք, երևի ձեր Xiaomi հեռախոսները կամ Sony Ericsson Lift հեռախոսները կարող է պատա ինտերնետ ունեն, այ խերրից գլուխներ, կարող է նայեք։ Դրա համար եմ ասում, տարածեք ժողովուրդ ջան, տարածեք թող նայեն։ Հա, իդեպ եթե ասում եք մեկ կարաս իրա դեմը ասես, ուրեմն նայեք, այ ճիճուներ։ Այսօր խաղում եմ, այսօր որ դուրս գա եթե երևի չեք հասցնի, էլի։ Կամերային թատրոնում եմ ելնում մեծ մասը, ասենք ամսի 20-ն եմ խաղում, այ բոզի տղեկ, եթե ուզում եք ինձ իսկականից բան ասեք, ձեր ձեռից մեռնելը պատիվ է ինձ ասենք, էլի որ ասեք 30 հոգով ծեծեք, հարց չկա, ամսի 20-ին կամերայում խաղում եմ, տարինց քեզ հետ ներկայացումը, դուք face control-ը չեք անցնի, յագե դες չեն թողնի թատրոն, բայց է թատրոնում եմ մնելու, կարա գտնեք, էլի նես չի որ ասենք այդպես, այն նրանից չեմ որ վատ կոմենտ են գրում, հետո որ հենց արա այ բոլզի տղա մի հատ համարդ գրի, ինքը չի գրում համար։ Չէ, ես այդ մարդը չեմ, ես այդ մարդն եմ, որ ասենք ձեզ սպասում եմ, եկեք, եթե ասելու բան ունեք, եկեք։ Հա, որ դուք հանցագործ եք, դուք պետության հանդեպ, դուք իմ պետության հանդեպ հանցագործություն եք անում հիմա։ Եթե այս իշխանությունը մի քիչ ավելի խիստ լիներ, ձեզ ոչ թե այրոպորտից կտանեին բան, լսել եմ, որ հիմա պավեստի կտալիս են ձեռները սիկտերին անում բանակ, ես համարում եմ, որ դա մի քիչ սխալ է իշխանությանը համար, որովհետև ես չեմ ուզում, որ դուք ծառայեք հայկական բանակում, թեկուզ որպես տենց հավաքներին, չէ, որովհետև դա մեր բանակին պատիվ չի, էլի, ձեր նման պատի խլինքները, ասենք, ձեր նման անթասի բոզի տղեկը չպետք է այդան բանակ, ձեզ պետք է, կամ էլ գիտեք ինչ, պետք է անել սենց, իրանց պետք է առանձին բան անել, առանձին վաշտ սարքել իրանց համար, հետո պայմանավորվել ուկրաինացիների հետ, ուղարկել են դե պլեն, կամ տես մի բան, էլի, որ ձեզ մի քիչ շինեն ստեղից, հա, 1000 ներողություն եմ խնդրում իմ հանդիսատեսից, ես երբեք ես թույլ չեմ տվել, տենց ասենք, բերանս բացեմ բան, բայց ես չեմ կարող, ասում եմ, իմ նյարդային համակարգը ավելի եմ գնահատում, քան ձեր կուսական ականջները, էլի մի անգամ ասել եմ արդեն, հա, ինչ կարամ ասեմ ձեզ, ինչ որ պետք էր ասեցի, իմացեք, որ դա միայն իմ խոսքը չի, դա շատերի վերաբերմունքն է ձեր հանդեպ, որպես քաղաքացիներ, ես չեմ ասում, որ դուք ժամանակին գնացել եք, բան, ամեն մեկը գնում է իր պատճառով, ժողովուրդ ջան, մարդ եք գնացել եք, հա, բայց դե այդ զանգվածը, որին որ փողով առեն բերում են, յախ կարա, վայ, խնչեն վրեքներդ, ձեզ փողով առել են, բերել են, ստե որ դուք ընտրություն անեք, ու կարևոր չի է Կարապետյանն եք, կարևոր չի ով է բերեք, ձեզ կարա բերի ուրիշները, ձեզ հիմա Կարապետյանը որն է, հիմա ասենք, որ Ալիևը փոխտար Ալիևի մոտ կեթայեք, ինչ դա բերուսում, ասենք, ձեզ ենքան որ փող լինի, ու դուք փողով եկել եք, որպիսի ընտրեք ռուսամետ ինչ-որ մի հատ ուժ, ասենք Կարապետյանին, ընտրեք այդ մեր ձևովը, գիտեք, ես Էլի կրկնեմ, ես Կարապետյանին չեմ մեղադրում, ինքը շատ ծանր վիճակի մեջ է, ինքը վերևից բան է ստացել, մետադիչկա է ստացել, որ պիտի մասնակցի ընտրությանը, կամ միգուցե իր պրինցիպներով այլ, ես ինչ իմանամ, այդ մարդու գլխի մեջ ինչ է, շատ դժվար է ասենք, մանավանդ որ խոսում է տենց առանձնապես չես հասկանում ինչ է, ինչ բաներ է խոստանում, ինչ բաներ է ասում, ոչ մի ծրագիր չկա, ասենք,
ոչ մտնե չունի առանձնապես մի ծրագիր։ Դու գիտեք, ես ոնց եմ վերաբերում այս իշխանությանը, գիտեք, միլիոն անգամ ասել եմ, որ երբեք չեմ ընտրել, չեմ պատրաստվում, բան, բայց գիտեք, ես հիմա մեր քաղաքացիներին էլ եմ դիմում, ովքեր որ զուտ պրինցիպներից են գնում ընտրեն Կարապետյանին։ Հարգում եմ, ասենք, այդ մարդիկ համարում են, որ տենց է պետք, ասենք, համարում իրանց ոչ փող են տվել, իրանց ոչ առել են, իրանք գնում են ընտրեն Կարապետյանին։ Հալալա, ինչ ասեմ, ձեր գործն է, ես չեմ ընտրելու, ես ընտրելու եմ արտահ խորհրդարանական ուրիշ ուժ, փուճուր ուժ եմ ընտրելու, ասենք Գուրգեն Սիմոնյան եմ ընտրելու, բան, տենց մարդ եմ ընտրելու, որը որ կարող է պարլամենտ չանցնի, բայց դե լավ կը, որովհետև ես ուզում եմ դիմություն լինի, որ բոցյակություն չլինի հետո բանում, հա, պարլամենտում։ Այսինքն իմ ասածը, իմ խոսքը հիմա ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ուզում վիրավորեմ բոլոր նրանց, ովքեր որ գնալու է Կարապետյանին ընտրի։ Չէ։ Մարդու պրինցիպը է, դա գնում է անում է, իրան ոչ ոք չի ստիպե, ոչ ոք փող չի տվե, հարց չկա, ֆլագ в руки барабан на шею, ազատ երկիր է, ինչ ուզում եք, բայց այն, ով որ փող է վերցնում, ու կարևոր չի, Կարապետյանից է փող վերցնում, կամ որևէ այլ ուժից, որին կարող է չգիտենք, որ փող են բաժանում, դուք, ես ասեցի արդեն, ինչ եք, չեմ ուզում էլի կրկնեմ, որովհետև դուք հանցագործ չեք, ես ճակատը պաչեմ բոլոր հանցագործներին, ով որ պրինցիպի համար գնացեն նստել են բանդ, հա, ափսոսում եմ, որովհետև իրանք ընկել են մի սիտուացիայի մեջ, որը որ կարող էին եւ չընկնեին, դաստիարակություն է, փողոց է, պրինցիպներ է, ինչ որ բան է, գիտեք, որ ասում են մի դատի, էլի չեմ դատում, դե գիտեք, Աստված ոչ անի, բոլորիս հետ է կարա լինի տես մի բան, մանավանդ եթե մի քիչ այլ դաստիարակություն է, բայց հələ որ ձեզ փող տա, պրոստիտուտկից ինչով եք, պրոստիտուտկեն արա իրա ոռով է փող աշխատում, արա այ բոլզի տղեկ, դուք ին ոռով եք ուզում փող աշխատեք, հասկանում եք ինչն է վատ, դուք իմ ոռով, իմ ժողովրդի, իմ ազգի, որը որ ծառայում է, աշխատում է, նալոգ է տալիս, բան անում, բան, դուք եկել եք ընտրեք ու գնաք, արա, արա ելեք սիկտիր եղեք, արա, մի եկեք, մոռացեք ես հայրենիքը, այդ 29,000 քառակուսի կիլոմետրը, ինչա, մոռացեք, մեծ հայրենիք ունեք, գնում եք Ուկրաինայի բանի, Ռուսաստանի պատերազմ կռիվ եք անում ընդդեմ Ուկրաինայի, գնացեք թող իրանք դες սատկանցնեն, խի եք մեզ մեղքի տակ գցում, արա չեմ հասկանում, խի ես պետք է հիմա բերանս բացեմ, ես տարիքիս արա 60-ից մարդ եմ, բերանս բացեմ, որ երբեկից թույլ չեմ տվե ու նվաստանամ, որով դուք ուրիշ բան չեք հասկանում ախր, ու տենց ասենք, տենց ինչ-որ ասեմ ու վատս գամից հետո, որ իմ հետ է որ սովոր չի այդպիսի լեքսիկոնին, որ ես միշտ դեմ եմ եղել, ես չեմ ուզեցել, բայց դուք ինձ ստիպեցիք, էլի, ես դրա համար եմ ասում, ժողովուրդ ջան, ներողություն, էլի եմ ներողություն խնդրում, ինչ ասեմ, դրանից ավել էլ չեմ կարող, ինչ ասեմ։ Էդ է, այդ որ ասի ամսի 20-ին խաղում եմ, Տոմ Սարակ եկեք, համեցեք, հա, իսկ դուք արա այ ջիշով կեք, ձեզ հայատում կսպասեմ, ներկայացումից հետո մի 10-15 րոպե կսպասեմ, կգաք, չեք գա ձեր մերն էլ ընտեղ, ինչ ասեմ, շնայ ձեր մերը մեղավոր չի, կարող ապատայի կարգին կնի կայրես, ինչ իմանամ։ Վերջը, թքեմ երեսներիդ, այդքան բան, խնչեմ վրեքներդ, փու, ինչ ասեմ, էդ է, իմ ամբողջ յութուբյան կյանքի ընթացքում առաջի այդպիսի վիրավորական եթերն էր, հուսամ էլ երբեք չի կրկնվի, բայց էդ է, ես ուրիշ երկ չունեի ուղղակի, ներող կլնեք 1000 անգամ։ Այդքան բան, բնեբեսեդ։